Ողջունում եմ բոլորին։ Այսօր միասին ուսումնասիրելու ենք Հայաստանի Հանրապետության օրենքը պետական պարտքի մասին։ Պետական պարտքը կառավարության և կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է։ Պետական պարտքը ստանձնվում է Հայաստանի Հանրապետության անունից, կառավարության, պետական մարմինների և պետական հիմնարկների կողմից և կենտրոնական բանկի անունից, կենտրոնական բանկի կողմից։ Պետական պարտքի բաղադրիչներն են ներքին պետական պարտքը, արտաքին պետական պարտքը և պետական երաշխիքները։ Պետական պարտքը լինում է կարճաժամկետ մինչև 1 տարի ժամկետով, միջնաժամկետ 1-ից 5 տարի ժամկետով և երկարաժամկետ 5 տարուց ավելի։ Ըստ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին օրենքի, Հայաստանի Հանրապետության պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60%-ը։ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է շուրջ 2,5 միլիարդ դրամ, իսկ նախորդ տարվա 2021 թվականի համախառն ներքին արդյունքը շուրջ 6,9 միլիարդ դրամ։ 2022 թվականին պետական պարտքը կազմել է նախորդ տարվա ՀՆԱ-ի 36,3%-ը։ Եթե Հայաստանի Հանրապետության պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին 3 տարիների ծավալների միջին ցուցանիշի 3%-ը։ Ըստ օրենքի, եթե 2022 թվականին պետական պարտքը գերազանցեր ՀՆԱ-ի 50%-ը, ապա 2023 թվականի բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցեր 197 միլիոն դրամը։ Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտք։ Ներքին պետական պարտքի աղբյուրներն են ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետարան և արտարժույթով թողարկված պարտատոմսերը, ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարությանը տրամադրված փոխառությունները և վարկերը և ներքին պետական երաշխիքները։ Ներքին պետական պարտքը համարվում է մարված, եթե կատարվել են պայմանագրով նախատեսված բոլոր պայմանները կամ վճարման պարտավորությունները դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքով։ Արտաքին պետական պարտք։ Արտաքին պետական պարտք ներգրավելու վերաբերյալ պայմանները կնքվում են լիազոր մարմնի համաձայնությամբ։ Լիազոր մարմնի համաձայնությունը տրվում է հիմք ընդունելով պայմանագրի համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին։ Արտաքին պետական պարտքի աղբյուր կարող են հանդիսանալ օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, վարկավորող բազմակողմ հաստատություններից փոխառությունները և վարկերը, ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխառությունները և վարկերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետարան և արտարժույթով թողարկված պարտատոմսերը և արտաքին պետական երաշխիքները։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է Հայաստանի Հանրապետության 2019-ից 2022 թվականների արտաքին պետական պարտքի վերլուծությունը ըստ կազմի և կառուցվածքի։ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը 2020 թվականին ավելացել է շուրջ 14,11%-ով, 2021 թվականին ավելացել է շուրջ 0,8%-ով և 2022 թվականին նվազել է 20,53%-ով։ Հետևյալ դիագրամում ներկայացված է Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2022 թվականի դեկտեմբեր ամսվանից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը ամսական կտրվածքով և արտահայտված ԱՄՆ դոլարով։ Ինչպես տեսնում ենք, 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտքը ունեցել է աճի ստաբիլ միտում, իսկ արտաքին պետական պարտքը 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կարող ենք ասել, որ ունեցել է և աճի և նվազման միտում գրեթե հավասարաչափ, բայց 2023 թվականի հուլիս ամսվա դրությամբ արտաքին պետական պարտքի գծով արտացոլվում է նկատելի շեղում, այն ավելացել է նախորդ ամիսների համեմատման համատեքստում։ Շնորհակալություն ուշադրության համար։